Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 7 Դուք որ սիրում եք Տիրոջը, ատեցեք չարությունը։ Սաղմոս 97:10 Դու բոլոր հիմքերն ունես չարությունն ատելու համար։ Մտածիր նրա հասցրած վնասի մասին, որքան դժբախտություն է արդեն բերել մեղքը քո սրտին։ Այն կուրացրել է քեզ, թաքցրել է քեզանից Սփրկչի գեղեցկությունը։ Այն խլացրել է քեզ, և դու չես լսում նրա մեղմ կանչերը։ Այն քո քայլերն ուղղել է մահվան ուղղությամբ, թույնով թունավորել է հոգուտ աղբյուրը, ապականել է սիրտդ, այն դարձրել է ամեն բանից ավելի նենգավոր և խիստ չար։ Հիշիր, թե ինչպիսին էիր դու, ինչպես էր մեղքն ապականել քեզ մինչև շնորհքի գալոստը։ Դու զայրույթի զավակն էիր, ինչպես մյուս բոլոր, և հետևում էիր մեծամտությանը, չար բան կատարելու համար։ Սակայն այդպիսին էին նաև մենք բոլորս, բայց լվացվեցինք, բայց սրբվեցինք, բայց արդարացանք Տեր Հիսուսի անունով և մեր Աստծո հոգով։ Մենք իրոք բոլոր հիմքերն ունենք մեղքն ատելու համար, եթե հետ նայենք ու տեսնենք կործանարար ազդեցություն։ Այն մեզ այնքան վնաս է պատճառել, որ մեր հոգիներն արդեն մեռած կլինեին, եթե մեզ չփրկագներ ամենակարող սերը։ Նույնիսկ այս պահին այն կատաղի թշնամի է, որը սպասում է հարվածի համար հարմար պահի, որպեսզի մեզ ոչնչացնի։ Այդ պատճառով թանկագին ընկերս, եթե ցանկանում ես խուսափել դժբախտությունից, ատեք չարությունը։ Իսկ եթե ճանապարհին տատասկ է ուզում, հաշտվեք նրա հետ։ Եթե ցանկանում եք երջանիկ կյանք ունենալ և խաղաղ մահանալ, ապա քայլեք արդարության շավիղներով և ատեցեք չարությունը, մինչև վերջին շունչը։ Եթե դուք իրոք սիրում եք ձեր Փրկչին, ատեք չարությունը։ Չարության հանդեպ սիրուն վերջ տալու ավելի լավ տարբերակ չկա, քան Հիսուս Քրիստոսի հետ սերտ շփման մեջ մտնելը։ Ապրեք նրա հետ, և մեղքերը ձեր վրա ոչ մի իշխանություն չի ունենա։ Ուղեկցիր ինձ, Տեր, ճանապարհով ուղիղ։ Մնաց բոլոր օրերում կյանքիս, թող որ մեղքն ինձ վրա երբեք չի իշխի, և խիղճս մաքուր անարատ պահիր։